տրված գործողությունը պարոն Զադոյան են գործողություններից մեկն է, որը ռազմավարության էսպայն մեր դերակատարում ենք մի քիչ, այսպես ասած, սպասում ենք համապատասխան որոշման և մնացած այդ դերանից բխող աշխատանքներ կատարելու նպատակով, բայց ասեմ հետևյալը, ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարման մեխանիզմի հետ կապված միջազգային փորձի ոչ միայն ըստ էության ուսումնասիրություններ, այլ մենք ունենք համապատասխան նախարարությունը, ինչպես նաև գլխավոր դատախազությունը մասնակցել են ոչ միայն այս 24 թվականի ընթացքում, այլ նաև դրանից առաջ մի շարք քննարկումների նաև միջազգային գործընկերների հետ, որտեղ այդ միջազգային լավագույն փորձը վեր է հանել։ Միջազգային փորձի առանձին ուսումնասիրություն, որպես այդպիսին նախատեսվում է այս պահին չի հաստատում, որպես այդպիսին կազմված չէ, որովհետև ըստ էության ռազմավարությունը դա չէ պահանջում, այսինքն ռազմավարությունը պահանջում է միջազգային փորձի հաշվառման, մշակել համապատասխան իրավական ակտեր, բայց միջազգային փորձի ուսումնասիրություն որպես այդպիսին ինքը իրականացվել է և որպես արդյունք են կարող ենք ասել, որ ուսումնասիրել են տարբեր երկրների մոդելներ, փորձեր, այնտեղ նաև կան հետաքրքիր մի շարք, այսպես ասած, երկրների փորձ են վերանել, ինչպես օրինակ ապօրինի ծագում ունեցող գույքի, բռնականացված գույքի կառավարման հենց մեթոդների ու եղանակների տեսանկյունից, այդ գույքի պահպանման առանձնահատկությունների տեսանկյունից և այլն։ Այսինքն, որպես ներեք պարոն Կարաձյան, տեսեք, նախագծերը նախատեսված է ոչ թե 24 թվականին, այլ 25 թվականին։ Կոնկրետ փորձի ուսումնասիրությունն է նախատեսված 24 թվականին։ Հիմա ես գիտեմ, որ մենք տարբեր, ես եմ մասնակցել, դուք եք մասնակցել, ես ուզում եմ ասեմ, մեր գնահատման տեսլականը, ես որևէ մեղադրանքան բանով չեմ, մոտեցմամբ չեմ ասում։ Ուզում եմ ասեմ, հստակ կա գրված միջազգային փորձ։ Մենք նայում ենք, կա հաստատող միջազգային փորձի, չկա։ Ուրեմն մենք գնահատում ենք չի կատարված։ Դուք այլ մոտեցմամբ, դուք ասում եք, որ մենք բան ենք արել, հաշվառել ենք, չգիտեմ, նայել ենք, տարբեր սեմինարների ենք մասնակցել եւ այլն։ Մենք ասում ենք, կա կոնցեպտուալ հաստատող մշակված ու կան դրանից բխող առաջարկություններ, թե չկան։ Դուք ձեր տեսանկյունից միգուցե դուք ճիշտ եք ասում, ես չեմ ուզում բանը։ Մենք ուզում եմ բացատրել մեր տեսանկյունը, որն է, այսինքն կա հստակ հաստատող, դա անում է, եթե չկա, ընտրում։ Շնորհակալություն բավականին հարցի համար, շնորհակալություն փոխարինության մասնակցության համար, ես մասով երկու նկատառում ունեմ, արտադրության նախարարության և մեսնագիտակների մոնիտորինգի արդյունքների մեջ կա երկու բնույթի տարբերություններ, և ոչ մի գործողություն նախարարությունը գնահատվել է ինչ-որ X աստիճանի կատարված, իսկ արտադրական մոնիտորինգի արդյունքներով դա այլ կատարվածության աստիճան է գնահատվել, և երկրորդը գնահատվել, ինչ աստիճան որ գնահատվել է, դա արդեն տոկոսով կատարողականի տոկոսի վերածելուց ինչպես ենք հաշվառում, այսինքն սա արդեն մեթոդոլոգիայի առումով այդ հարցերին անդրադարձանք, պատկերորեն եթե մենք չկատարված, մասնակի կատարված, հիմնականով կատարված և ամբողջությամբ կատարված այս 4 օպցիաներն ենք դիտում և յուրաքանչյուր 0, 05, 075 և 1 միավորով, և հաշվի ենք առնում ամբողջությամբ, բոլորը, նաև մասով կատարվածները, հենց այլընտրանքային այս մոնիտորինգի գնահատականը դառնա ոչ թե 30, այլ 64, առանց հաշվի առնելու են տարբերությունները, որ օրինակ գուցե ինչ-որ գործողություն նախարարությունը ավելի բարձր կատարված է դեպքում։ Բայց բնականաբար 30%-ը մեր համար նույնպես ընկալելի է, որովհետև ի վերջո մենք մեր նպատակն է ոչ թե ինչ-որ գործողությունները մասնակի կամ առավելապես կատարված վիճակում, որ մենք 26 թվականը ամփոփելն է, այլ մեր նպատակն է
բոլոր նախատեսված գործողություններ կամ գոնե նրանք, որ այսօր էլ մենք արդիական ենք գտնում, ամբողջությամբ կատարել են, այսինքն մեր նպատակը 100% կատարողականի ձեռքերն է, բայց ինչի համար եմ այս տոկոսները ինչ են կարևորում, որ տեղեկատվությունը ամբողջությամբ չտիրապետող, բայց դրանով հետաքրքրվող կողմերը, դա մեր հասարակությունը թե միջազգային գործիքներ ավելի օբյեկտիվ պատկերացում ունենան և արդյունքների և կատարված աշխատանքի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է արտոնցակությունեցող գույքի օրենսդրության նախատեսվող բարեփոխումների իրականում նախարարության մոտեցումը եղել այն, որ մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշման հրապարակում օրենսդրական փոփոխությունների զերծ մնա, բնականաբար նախատեսում էր, որ այդ որոշումը շուտ կլինի, դրա համար նախատեսված է 2024 թվականին արդեն գործում ցանկեր պետք է իրականացվեն, սահմանադրական որոշումը ուշ ստացվեց, բայց ստացվեց արդեն նախարարությունում Սահմանադրական դատարանի որոշման հայտնած դիրքորոշումները հաշվի առնելով որոշակի փոփոխություններ նախատեսում, որը առաջիկա ամիսների ընթացքում քննարկումներ կլինեն և արդեն ուղղությունը պարզ կլինի, նաև քննարկում է հենց կազմակերպված ակտիվների տնօրինման մոդելները, այս տարի առաջիկա ամիսներին պետք է այս նաև ճանաչողական ուսումնական այց ունենանք եվրոպական երկիր փորձը ուսումնասիրելու, այսինքն սրանք գործողությունները, որոնք ընթացիկ գործողություններ կատարում ընթացիկ միջին այս տեղեկատվության համար։ Շնորհակալություն պարոն Քոչարյան, իմ ասածն է դա, տեսեք դուք նոր ասում եք, որ մենք այդ փորձը ուսումնասիրենք, այսինքն հենց այդ փորձը ուսումնասիրվի համապարփակ հաստատություններ կլինի, ակտերը կմշակվի, գործողությունը 100% կգնահատվի, բայց ձեր դիտարկումները կարևոր համարին, գուցե մենք հաստատում վերջնական համարման մեջ գրենք այ եթե մենք նախարարության այս մեթոդաբանությամբ համարեցնենք ստանա, բայց մենք այս մեթոդն ենք անում, դրա համար սենց է, կարծում եմ այդ կարևոր կողմի, որ երկուսն է լինի, որ մարդիկ հասկանան։ Մենք ճիշտ եք ասում, որ պետք է այնց անենք, որ հասկանալի լինի, կամ կարծում եմ որ ցանկանում եք ապելացնենք, ես կարծում ուղղակի մենք դիտարկում ևս իրականում նաև մենք Եվրոպայի խորհրդի գործընկերների մենք ասելով մեր դատախազության գործընկերների Եվրոպայի գործընկերները այդ ուսումնասիրության արդյունքները ևս դատախազության գործընկերությունում են, որ բավական դրանք ևս կապացելու են նախագծերի մշակման։ Շնորհակալություն, բայց մենք որքան գիտեմ ես մենք նաև ցանկացել ենք, որ այդպես ուսումնասիրության արդյունքներ տրամադրվեն, այդպես չենք ստացել որևէ արդյունք, որ գնահատենք, այսինքն մենք մեր սեղանի ինչ ունենք ու ուսումնասիրել ենք բաց աղբյուրներում, հիմա կավա դատախազությունում, գլխավոր դատախազի այդպես երկաթյա պահարանում մի հատ պահպայադրած դրացա ուսումնասիրություն, որտեղ չենք հրապարակվի դա շնորհակալություն, եթե հարցեր կան։ Ես անկանի կներ առնականական դիտարկումներում նախորդ օրենաց դեպի այս բարեփոխությամբ չունենք։ Իհարկե ստացել եք նախնական տարբերակների դիտարկումների նախնական տարբերակում ունենք, բայց վերջնական տարբերակի համար ստիպված ենք այս բանին արձագանքել դիտարկում որոնք այս բանի հնչեցին։ Նախ վիճակագրության հետ կապված, իհարկե, եթե այս թվում վիճակագրության բացվածքի կամ մանրամասն վերլուծական աշխատանք կատարելու համար դրամեջություններ լինի, մենք
բնականաբար պատրաստ ենք այդ բացվածքը տալու եւ հետագայում այդ կառուցակարգերը բարելավելու առումով ելի միշտ պատրաստ ենք, ես կարծում եմ, որ որոնց համոզվել ենք, որ մենք բարեկամների ազդարարման վիճակագրությունը նկատում եք թե ընդհանրապես, հա։ Շենցիկ եւ բարեվարության հետ կապված դիմումների մարագիցների հետ կապված կամ ազդարարման համակարգին կապված նույն մասերը ուզում նշել, տեղեկատվության բացվածքը այս բանին տալու եւ հետագայում համապատասխան ավելի հիմնարար կոմունիկացիա ունենալու որևէ խնդիր չկա եւ կարծում բոլորս համոզված ենք փորձի հետ կապված եւ ուզում նշել այն Վարդապետյանի նշածի հետ կապված իմ մոտ անկեղծ ասած նույնպես տարեկալու առաջացավ վիճակագրության ցուցանիշների արտացոլման հետ կապված, որտեղ այդ ցուցանիշները երբեք շատ ցածր են եւ վերնագրից եւ համապատասխան վերնագրից հնարավոր չէր արտացոլել պատկերը, բայց իհարկե ձեր բարձրացնում խնդիրը բարձ դարձավ, որ 100% կամ ամբողջապես կատարված ցուցանիշների վերաբերող խնդիրը եւ ըստ էության այս բաղադրային դեպքում 85% կատարված բազմաթիվ գործողություններ լինեն, այդ գործողությունները չեն արտացոլվի եւ ըստ էության չէին արտացոլվել ցուցանիշների մեջ, այսինքն ամբողջությամբ կատարվածների վերաբերող Վերջնական կատարողական ցուցանիշը, այո։ Եվ այս առումով ավելի կարծում եմ ամենայնպես հրահեր տալը այն ցուցանիշները, որ յուրաքանչյուր ցուցանիշի համապատասխան կշռի չափով կատարողական ցուցանիշները ներառվելու մեջ ավելի բաց կատարածներ համակարգերի պատկեր ցույց տալու Ընդհանուր գնահատումը տալու համար մենք առանձնացրել ենք կատարողական ամբողջական ցուցանիշը, բայց նաև մտքում ունենալով ձեր դիտարկումները, որ բոլորի համար պարզ լինի, որ ամեն դեպքում մեծ աշխատանք տարվել է, ուղղակի ստացել են մասնակի եւ մեծամասամբ։ Ըստ եզրակացությունների ոլորտային դրանք ներկայացված են, օրինակ Մասնակի արված գործողությունները 100%-ից կազմում են 33 ու 33-ը։ Մեծամասամբը նույնպես մեծ թիվեր, այսինքն առանձին բլոկով ինքը առանձին երևում է, բայց քանի որ մեթոդն այնպեսին էր ընտրած, որ հասկանանք մենք միջանկյալ գնահատման ինչքան ամբողջական ունենք, պատկերը 30-ով էր ավելացվել, բայց շնորհակալություն դիտարկման համար։ Ես Նարեկին եմ Մովիտիսյան, հարավային զորացման հակապահովության հասարակական ռազմավարության նախագահը, նախինում հանձնաժողովի հետ շտացիան կապունեցնված եւ առնվազն ռազմավարության մշակմանը մի փոքր մասնակցություն ունեցողանց, ես ուզում եմ մի փոքր ավելի առաջ գնալ, հիշեցնել, որ այս ռազմավարության մշակման ժամանակ մենք նախորդ 19-22 թվականների ռազմավարության չկատարված գործողություններ ընդգրկեցինք նաեւ այս ռազմավարություն։ Արդեն ինչու է բավականին ծանրաբեռնված ռազմավարությունը, նաև նախորդ ռազմավարության համեմատ մենք ավելի կարճ ժամկետով ռազմավարություն ունեցանք, այսինքն ժամանակային առումով նույնպես ռազմավարությունը տարբերվում է նախորդ ռազմավարությունից։ Այս ռազմավարությամբ, երբ որ մշակվում է ռազմավարությունը, խիստ կարևորվել էր ռազմավարության նպատակների կատարողների սեփականատերերի, այսպես ասած, նախանշումը, որովհետև մեր նախորդ ռազմավարության չկատարման խնդիրներից մեկը հենց այն էր, որ մենք ունեինք կատարողների, այսինքն խնդիրների սեփականատերերը հստակ չէին եւ ռազմավարական խնդիրները մինչեւ վերջնանում էին չկատարված, քանի որ մարմինների մոտ բաց չէր, թե կոնկրետ ով է դրա սեփականատերը եւ ով պետք է իրականացնի գործողությունը։ Ցավոք սրտի այս ռազմավարության ուսումնասիրությունը եւս վերել է այդ խնդրին, այսինքն մենք պետական համակարգում ունենք մարմինների փոխգործակցության խնդիր, այս ռազմավարությամբ նույնպես ունենք այնպիսի գործողություններ, որ հստակ չէ, թե ովքեր են առաջնային կատարողները, եւ մտավախություն ունեմ, որ այս ռազմավարությունից նույնպես գործողություններ կտեղափոխվեն արդեն հաջորդ ռազմավարություն, եւ մենք ունենանք կիսատ կատարված առնվազն 3 հատավորության ռազմավարություն։ Շատ կարևորում եմ ռազմավարության որակական բնավորությունը, որովհետև մենք գիտենք, որ ռազմավարության գործողությունները երբեմն պես շատ արագ
որոշակի փաստաթղթեր մշակվում են կատարված ցույց տալու համար, սակայն որակական առումով այդտեղ շատ խնդիրներ են ունենում։ Եթե պարզ ուղղակի անդրադառնամ ձեր նախանշած խնդրին, պետք է ասեմ, որ այն 80% աճը, որը պետք է վերապատրաստումների տեսանկյունից ունենայինք, մենք երբեմն տեսնում ենք այսպես ցուցանիշներ, երբ որ ենթադրենք 200 անց կամ օրինակ որոշակի մարմնում 200 անց վերապատրաստվել է, բայց երբ որ ուսումնասիրում ենք վերապատրաստման ձևը, մենք տեսնում ենք, որ դա իրազեկման արշավի նման որոշակի գործողություն է եղել եւ խորհրդային վերապատրաստում չի եղել։ Այդտեղ ակնկալել որակական ցուցանիշ կարծում եմ մի փոքր դժվար է։ Դրա համար ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք պետք է ունենանք կրթական մարմինների միջև համագործակցության սխեմա, ինչպես պետք է համագործակցեն, ով պետք է լինի խնդրի սեփականատերը եւ ինչպես պետք է հասցեագրվի, որովհետեւ առանձին կատարվող գործողությունները վերջնարդյունքում որակական ցուցանիշ կարծում եմ դժվար է որ կապահովեն եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, որովհետեւ իրականում շատ կարեւոր է եւ որ խնդիրները ժամանակին ներառվում շնորհակալություն։ Καλեցիս, ես Թերեզա Նուրհանիսյան, Արտադրության քաղաքական նախագահ, միաժամանակ Հայաստանի ԿԿՆ-ի հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարության անդամ։ Կարծես երևի թե պարոն Քոչարյանի համար այսպիսի մի ռազմավարությունից փոխողի հայերհարց, պետական գնումների ոլորտին վերաբերող, ինձ պարզապես հետաքրքիր է տեսնում եմ, որ որոշակի փոփոխություններ նախատեսում են օրենսդրական համակարգելու օրենսդրական կարգավորումները, բայց այս բանը մենք ունենք մի հատարատավոր երևույթ, որը կոնկրետ գնումների օրենքով օրենքի ներկայիս կարգավորումից է փոխում, դա մեկ անձից գնում կատարելու այսպես քանակի ավելացումն է, ու բացի դրանից ես կուզեի իմանալ արդյոք մեկ անձից գնում կատարելու մասով օրենքով նախատեսված է 1 միլիոն դրամի գերազանցելու պահը, երբ որ սահմանված է մինչև 1 միլիոն դրամ հնարավոր է կատարել մեկ անձից գնում, միաժամանակ պատվիրատու ինչը սահմանափակելով որևէ ժամանակային հատվածով կամ կոնկրետ մատակարարական գերության հետ աշխատելու մասով, այսինքն պատվիրատուն կաշկանդված չէ եւ կարող է ամեն օր 999,000 դրամի մեկ անձից գնում կատարել եւ դա իր մեջ իրականում առանց պատճառաբանության պարունակում է մեծ կոռուպցիոն ռիսկեր։ Ուզում էի հասկանալ հարցից հետեւանն է, արդյոք այս մասով առնվազն մեկ անձից գնում կատարելու տվյալ կարգավորումը, որը վերաբերում է բազային միավորին, այսինքն 1 միլիոն դրամին, դրա վերաբերյալ փոփոխություն կատարվում է թե ոչ, ու եթե ոչ, ապա մենք ինչ խնդիր ենք լուծում այս պայմանը կիրառելով, օրենսդրական ներկայիս գործով այս կարգավորումը, ինչ խնդիր է լուծում, որ մենք դրել ենք նման պայման, մեկ անձից գնում կատարելու համար, եթե չի գերազանցում 1 միլիոն դրամ, ինչ խնդիր ենք լուծում ու արդյոք դա չենք ուզում փոխել։ Շնորհակալ եմ։ Օրենսդրությունը ոչ միայն նախագահության նախարարությունն է, այլ կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այստեղ ավելի շատ ֆինանսների նախարարության դաշտում է եւ մենք ունենք օրենսդրական ուշադրության նախագիծ, որը ինձ ֆինանսների նախարարությունից է եկել նախագիծը, մեր դեպքում սահմանական գնումների գործընթացները գործընթացներում շատ պայմանները նախատեսվելու, որի չեն աշխատանքների մասը, արդեն դեպի հանրային քննարկման, որը վերեկանանալու մասը։ Ինչ վերաբերում ենք միգրացիայի կանտիսկերներին բնականաբար դա միշտ խնդրահարություն է, բայց եթե խոսքը վերաբերում է 1 միլիոն դրամ սահմանաչափը չի վերաբերում յուրաքանչյուր գործարքների չի գերազանցում բոլոր չի գերազանցում գործարքների կանցից կապակցով եւ առանց սահմանափակելու դրանց սահմանաչափը վերաբերում է տեսակի եւ վերաբերում ամբողջ բանավարության այսինքն մեկ գործարքները միլիոնը չի գերազանցող, բայց բազմաթիվ բնականույթ գործարքներ կան, դրանք չի կարող։ Այստեղ մեկ անձից գնումները այլ հնարավոր դեպքեր կան մեկ անձից գնումների մասով, բայց այսինքն չեմ ուզել հենց այս 1 միլիոն դրամի վրա կենտրոնանալ, որովհետև մեկ անձից գնումներ կատարում է շատ ավելի մեծ սրանք են հիմնական խնդիրները, ոչ թե 1 միլիոն դրամի չի գերազանցող որոշ փոքր գործարքներ
բայց մենք ուզում ենք գնանք այն ուղղությամբ, որ ոչ թե առաջնահերթությունը տանք, ոչ թե սահմանափակենք ճկունությունը, որովհետև որոշ դեպքերում այդ ճկունությունը անհրաժեշտ է լինում եւ այդ ճկունությունը բավարար ճկունություն չունենալու արդյունքում աշխատանքն է դժվար։ Պետական մարմնի շատ անհրաժեշտություններ են լինում, որոնք որ ճկունություն եւ արագություն է պետք կապիտել։ Մենք ուզում ենք գնանք այն ուղղությամբ, որ սահմանափակենք կոռուպցիոն ռիսկերը, այսինքն փոխկապակցված անձանց հետ գործարքներ եւ այլն, ճկունությունը պահպանելով կոռուպցիոն ռիսկերը ուզում մենք հնարավորինս նվազեցնենք։ Շնորհակալ եմ պատասխանյամա, եթե դիտակին փոքր հավելում է, իրականում այդ 1 միլիոն դրամի հետ կապված սահմանափակումների գնումներությամբ հատուկ կարգավորում, որ իր առավելությունը պայմանավորված չի մեկ այլ պայմանի հետ, այսինքն պայմանավորված չի, ասենք, հոդվածի կարգով, միաժամանակ մեկ այլ պայմանի առկայության դեպքում, այսինքն պատվիրատուն կաշխատված չի անում դեպքում օրենքով, կարգավորված չի 1 միլիոն դրամի չգերազանցող գումարը, անպայմանորեն օրենք իր հայեցողությամբ մեկ անձից գնում կատարի։ Ու իմ ասելիքը հենց դա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով առնվազն անհրաժեշտություն կա նաև վերանայելու այս 1 միլիոն դրամի սահմանափակի հաստատումը կամ գոնե այդ որ դուք ասում եք բնականաբար եթե պարբերաբար կատարվի նման գնումներ 1 միլիոն դրամը չգերազանցող գումարով նույն անձից դիտարկվի որպես ռիսկ։ Ես ընդունում եմ դա կդիտարկվի, բայց եթե մենք չունենք դա օրենքում կարգավորում հստակ դա արգելող, հիմա այստեղ հարց է գնում նաև պետական մարմինների կամ վերահսկողական մարմինների կամ ՔՀԳ-ների մասով, ինչքանով այդ վերահսկողությունը իրականացվում ու վերհանվում այդ խնդիրը, որ կա այստեղ կոռուպցիոն ռիսկ, եկեք գնանք դրա հետևից, այսինքն ես խոսում եմ դրա մասին, որպեսզի այդ ամենը օրենքով կանոնակարգված լինի, ոչ թե մնա պետական այլ մարմինների կամ ՔՀԳ-ների վերահսկողության դաշտում, էլի վերահսկենք, ես խնդիր չեմ տեսնում, բայց խնդիրը նա, որ ես կուզեի, որպեսզի առաջարկս ավելի շատ նաև, որպեսզի դա օրենքով կարգավորված լիներ։ Հարցությունների վրա օրենսդրական, կարող են խնդիրներ պրակտիկ եւ կարող են խնդիրներ ունել ուղղակի օրենսդրությունը ամբողջությամբ չպատկերացնելու հետ կապված։ Այսինքն այդ խնդիրը չկա, բայց ըստ նորմալ խնդիրներ կա։ Եթե ես ուզում եմ որպեսզի բարձր լինի, օրենքը չի թույլ տալիս, օրինակ ամեն օր օրինակի համար 1 միլիոնը չգերազանցող տնտեսական ինչ-որ գնումներ կատարել, անկախ նրանից դա մեկ անձից է, թե ամեն օր տարբեր անձանցից է, եթե ընդունեն տարվա ընթացքում այդ գնումները տնտեսական, այդ նույնի գերազանցումը 50 միլիոն դրամ կազմում կամ 100 միլիոն դրամ կազմում, բայց ամեն անգամ ամեն գործարքը 1 միլիոն դրամը չի գերազանցում, սա չի կարելի մեկ անձից գնում, սա համար պետք է սովորական հանցակարգով գնում կազմում մրցույթով արվի և հետո արդեն մարտակարարումները կարող են լինել անում։ Այդ 1 միլիոն դրամը վերաբերվում է, որ օրինակ ինչ-որ մի ծառայություն է, որը ամբողջ պատման ընթացքում այդ ծառայության արժեքը չի գերազանցում 1 միլիոն դրամ, օրինակ ինչ-որ խորհրդատվական ծառայություն։ Այս դեպքում կարելի է կատարել մեկ անձից, բայց ոչ թե ձեր ասածի պես պարբերաբար ամեն գործարքը 1 միլիոնը չգերազանցի եւ մեկ անձից գնում կատարեն առանց մրցույթի եւ անպարզի որ ամբողջ տարվա ընթացքում մի քանի տասնյակ միլիոն դրամի օրինակ նույնաբովանդակ ծախսեր կատարվել, սա ներկայիս օրենսդրության հետ արգելված է։ Ես գուցե եթե կան դեպքեր, որ օրենքը սխալ է կիրառվում, ես ծանոթ չեմ, բայց դրանցով մենք արդեն օրենսդրական խնդիր չունենք, այստեղ մենք ունենք կիրառության խնդիր, կամ գուցե ճիշտ է կիրառում, ուղղակի մենք մեր տեղեկություններն են սխալ, այս երբ տարբերական հնարավոր է, ամեն դեպքում օրենսդրությունը արգելում է նույնաբնույթ ծախսերը մասնատել եւ կատարել մեկ անձից։
Ամբողջությամբ ձեզ հետ համաձայն ենք, մի օրինակ եմ ուզում բերել, մենք երբ որ նախորդ տարի նախարարության հետ համագործակցությամբ մեկնարկեցինք ազդարման իրազեկման արշավները եւ դրա շրջանակներում մեծ կոմպոնենտ կար տարբեր թիրախային խմբերին վերապատրաստելու ու որպեսզի նպատակը նա չէ որ զուտ իրազեկում անել կամ ներկայացնել իրավաբանական լեզվով թե ինչ իրենց ներկայացնում ազդարարումը նյութերը բավականին մատչելի էին, նաև գործընկերները կփաստեն, մենք մեզ համար նաև դրել էինք որոշակի սանդղակ, թե ինչքանով մենք կարողանանք աշխատելով այդ թիրախային խմբի մարդկանց հետ ազդել կամ գիտելիքի վերապատրաստում այնը։ Երկփուլային էր, երկուսի դեպքում 35-ից 45% աճ էր, ընդ որում աճը գնահատում էինք եւ մի հատ սկզբում իհարկե եւ հետո գործիքի միջոցով, բայց մեզ համար նաև կարեւոր էր թե ընկալումները ինչպես է փոխվում, հատկապես եթե մենք խոսում ենք ազդարման համակարգի մասին, թվում է բոլորս գիտենք, որ այս ինստիտուտի վերաբերյալ ոչ միանշանակ է հասարակության պատկերացումներն ու մոտեցումները, այսինքն ինչ որ թեկուզ որոշակի շեմ պարտադիր չի, օրինակ պլանավորման փուլում նախատեսել 80 եւ ավելի, որ հետո նաև մենք իրականացման այն smart մեթոդով, առաջ գնանք, որ իրականացման ընթացքում չունենանք խնդիր, առաջարկներից մեկը նաև դրան է վերաբերվում, որ թեկուզ ինչ որ մի շեմ, առաջային պիլոտային, ոչ մեկից չենք պատկերացնում, որ առաջին լսարան մտնելուց մարդկանց մոտ 80% եւ ավելի աճ պիտի գրանցվի, գուցե 80% չլինի, լինի 50, բայց շատ ավելի կոնցեպտուալ լինի դա, քան այն թվային պատկերը, որը կլիներ, սա նաեւ պլանավորման հետագա ընթացքում արված առաջարկներից մեկն էր։ Շարունակել քննարկումները networking-ին, այսպես ասած, ու նաեւ շնորհակալություն հայտնել օգտվելով առիթից եւ մեր բոլոր մասնակիցներին, գործընկերներին, ինչպես նաեւ նախարարության ներկայացուցիչներին ձեր աշխատանքի համար բոլորիս մաղթեմ էներգիա, դրական էներգիա, ու որպեսզի մենք մեծ հաջողությունների հասնենք ու լավ լինենք։ Շնորհակալություն հատկապես իրավաբանական ասոցիացիային ստացվեցին կարևոր կազմակերպելու համար եւ մեր հասարակական կազմակերպությունների բոլոր, որոնք շահագրգիռ կողմ են իրենց համալում եւ որոնք որ իրենց աշխատանքով օգնում են խնդիրները վերհանելու եւ հնարավորության դեպքում նաեւ լուծման ուղղություններ մեզ հուշելու, որովհետեւ ի վերջո մեր կառավարության նախարարության նպատակը ոչ թե ձևական ինչ-որ արդյունքներ ցույց տալն է, այլ մեր հիմնական նպատակը արդյունք արձանագրելն է եւ այս առումով շատ կարեւոր է հասարակական սեկտորի ներգրավվածությունը, ինչը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնում եւ հուսալով, որ այդ համագործակցությունը արդյունավետ կլինի շարունակական, թե այս հակառակություն ուղղությամբ, թե ցանկացած այլ ուղղություններով շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։